Պարոն Կարագյոզյան, տեղեկացանք, որ այսօր բանկերի զեղծարարություններից տուժած քաղաքացիները հանդիպում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների հետ, այստեղ է նաև Կենտրոնական բանկի փոխնախագահը, նախ ճշտող հարց, նախաձեռնությունը ձերն է եղել, դուք եք դիմել, թե ՔՊ-ն է որոշել ձեզ հետ հանդիպել։ Եթե կհիշեք, ակցիայի ժամանակ մենք ասացինք, որ բողոքի ակցիայի ժամանակ ասացինք, որ մենք որևէ մեկին, որևէ անհատի, որևէ առանձին գործիչի չենք դիմում, մենք դիմում ենք 107 պատգամավորների։ Մեզ հետո ընդունեցին երկու պատգամավորներ Հայաստան խմբակցությունից, հետո մենք արեցինք բաց թափանցիկ քննարկում լրագրողների ներկայությամբ եւ ուղիղ եթերում, ունեցանք պայմանավորվածություններ Եվ հասկացանք, որ առնվազն այդ պատգամավորները հասկանում են եւ ընդունում են եւ գիտակցում են, որ տեղի է ունեցել քաղաքացիների իրավունքների խախտում։ Դրանից հետո ստացանք հրավեր, որ քաղաքացիական պայմանագիրը եւս ցանկություն ունի մեզ արձագանքելու, մեզ լսելու, դրանով պայմանավորված օր ենք որոշել, հիմա այդ ընդունելությունն է, որտեղ նորից պիտի նույնը ներկայացնենք Այսքան է։ Ուզում եմ անդրադառնալ մասնավորապես Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հայտարարություններին։ Նա նշեց, որ 230 քաղաքացու վարկերը հետաձգվել են 3-ից 5 տարով ըստ էության սառեցվել են։ Նաև հավելեց, որ սպասում են դատարանի որոշմանը, ըստ այդմ կորոշվի մնացած քաղաքացիների կարգավիճակ, այսինքն կսառեցվի վարկերը, թե ոչ։ Ինչ կասեք սրա վերաբերյալ։ Այդ հայտարարությունները ներողություն, բայց արդեն լուրջ չեն, որովհետև առաջին հայտարարությանը, երբ որ անդրադառնանք, նախ մամուլի ասուլիսների ընթացքում հնչող հայտարարությունները պետք է իր տակ ունենան փաստաթուղթ։ Դրանից առաջ չի եղել փաստաթուղթ եւ նախորդ անգամ հայտարարել էր, որ այդ վարկերն արդեն իսկ սառեցվել են, սակայն փաստորեն չէին սառեցվել եւ դա հնարավորություն տվեց բանկերին մանևրելու։ Դիմեցին անհատ քաղաքացիներին, որ եկեք հաշտության պայմանագիր կնքենք, ըստ որի հղում կար ապօրինի վարկային պայմանագրի վրա, որ ձեր վարկային պայմանագիրը հետաձգվում է 3-ից 5 տարով եւ դուք դրանից հետո մարելու եք ավելի ցածր տոկոսադրույքով, ինչը մեր կողմից անընդունելի էր, բայց կային քաղաքացիներ, ովքեր ճնշումների ներքո, ովքեր ստեղծված իրավիճակից ելնելով, որ չհայտնվեն սև ցուցակներում, ստիպված եղան այս պայմանագրերը ստորագրելու, ինչը եւս ապօրինի մոտեցում էր եւ անընդունելի էր մեր կողմից։ Դրան հաջորդեց երկրորդ հայտարարությունը, ամսի 10-ի էլի մամուլի ասուլիսին հնչած հայտարարությունը, որ 230 քաղաքացի փաստորեն արդեն ստորագրել է, բայց քանի որ ընդունում են մեր պահանջները, դա հետաձգվում է մինչև դատական գործի այսպես ավարտը, քրեական դատարանի դատական գործի մինչև վճիռը հետաձգումը, սա մեր կողմից ընդունելի է եւ ես ձեզ ասեմ, որ սա հենց մեր առաջարկն է, որովհետև դրանով արդեն հայտնի պետքա որ լինի, եթե նիստը արդեն եթե դատավարությունը ավարտվեց, նշանակում է հայտնի է այն քաղաքացին, այն իրական զեղծարարը, ով փաստացի ստացել է ինչ-որ գումարներ, հետևաբար տրամաբանությունը որն է, որ իրանից էլ պետքա բռնագանձեն կամ պահանջեն այդ գումարները։ Մենք այդ մասով համաձայն էինք, բայց վախենամ, որ այս հայտարարությունը եւս չի համապատասխանում իրականությանը, ինչի, որովհետեւ մենք այսօր մեր քաղաքացիներից, օրինակ, ներողություն, ես արդեն անուններով պիտի խոսեմ։ Տիկին Եվգենեն հենց այսօր ստացել է բանկից պահանջ, որ ձեր վարկային պարտավորությունները կատարեք, այլապես արդեն տրամաբանական հաջորդականությունը եւ հարգելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, հարցս ձեզ եմ ուղղում, որքանով են լուրջ այդ հայտարարությունները Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունները, որքանով են լուրջ Չէ՞ որ դրանց տակ պիտի լինեն փաստաթղթեր, որևէ հանձնարարական իջեցվել են բանկում, ինչպես է համակարգվելու այս process-ը, արդյոք չի լինելու ընտրովի մոտեցում,
Չէ՞ որ սա ըստ իր հայտարարության ստեղծվում է էլի բանկերի համար հնարավորություն, որ այն երբ որ ասում են առանձին գործերը կնայենք, ինչ կա առանձին նայելու հնարավոր չի մեկ որոշումով բոլոր այդ կարգավիճակում հայտնված քաղաքացիներին իրավունքները վերականգնող ինչ-որ փաստաթուղթ ինչի չկա, ինչի հանձնարարական չի իջել մինչև այսօր, որ փաստաթղթի շրջանակներում հայտարարությունները անում կենտրոնական բանկի նախագահը։ Հայտարարություններով այս հարցը չեն համակարգում ժողովուրդ ջան։ Այսինքն դա միայն հայտարարությունների տիրույթում է, կոնկրետ հանձնարարական չկա եւ արդյոք կենտրոնական բանկի նախագահի այս հայտարարությունները հօգուտ առևտրային բանկերի են։ Ես չգիտեմ հօգուտ ում է, որովհետեւ կենտրոնական բանկի նախագահի արած հայտարարությունները այնուամենայնիվ լղոզիկ են, կոնկրետ հստակություն չկա, համենայն դեպս ինքը այդ հայտարարության շրջանակներում ասաց, որ այդ օրը եղել էր ամսի 10-ը։ Ամսի 10-ին կամ ամսի 11-ին արդեն բանկերը կհայտարարեն այդ մասին, եւս նման հայտարարություն արել, իսկ մենք ամսի 12-ին ճշտել ենք, ID բանկը չի ունեցել նման հանձնարարական, Ineco բանկը չի ունեցել նման հանձնարարական, Archim բանկը չի ունեցել նման հանձնարարական, մինչ այս պահը այսօր ժամը 11:30-ի դրությամբ մեր քաղաքացիներից նորից եմ ասում տիկին Եվգենեից պահանջում էին բանկից այդ գումարները Ես շատ եմ ուզում, որ այդ հայտարարությունները համապատասխանեն իրականությանը եւ մենք կքննարկենք այդ հայտարարությունները, որովհետեւ այդ հայտարարություններում ներառված չի այն խնդիրը, որ քաղաքացիների բանկային հաշիվներից գումարներ են գողացվել։ Լավ, եթե վարկերը սառեցվել են, իսկ գողացված գումարների մասով ինչ հայտարարություն է արել կենտրոնական բանկի նախագահը Այնուամենայնիվ ես կուզեի եւ շատ կուզեի որ դա համապատասխաներ իրականությանը մենք դեռևս սպասում ենք բայց այս պահին ես կարող եմ հստակ ասել որ կենտրոնական բանկի նախագահի երկրորդ հայտարարությունն այն մասին որ վարկերը հետաձգվել են, սառեցվել են եւ այլն այնուամենայնիվ չի համապատասխանում իրականությանը Պարոն Կարազինյան դուք ասացիք որ եղել են քաղաքացիներ ովքեր ճնշման երգո այնուամենայնիվ ստորագրել են ովքեր են ճնշել կողմից է ճնշում եղել եւ այդ 3-ից 5 տարի որ սառեցվում է, այսինքն այդ ժամանակահատվածում քաղաքացիները հայտնվելու են կամ ովքեր որ հայտնվել են մնալու են սև ցուցակում, ճիշտ եմ հասկանում։ Ոչ, սա ուրեմն այս հարցը արդեն հանգուցալուծվել է, որովհետեւ սա իրավական փաստաթուղթ համարվել չէր կարող եւ որևէ կերպ չէր վերականգնելու քաղաքացիների իրավունքը, այլ հետաձգվելու էր քաղաքացու իրավունքի խախտումը, որովհետեւ այն քաղաքացիները ասեմ, այդ պայմանագրի նպատակը հաշտության պայմանագրի նպատակը, որտեղ հղում կար վարկային ոչ օրինական պայմանագրի, այն էր, որ մենք սպառնալիք է, հա, տեսեք ինչ են անում, մենք հետաձգում ենք 3 տարով, կասեցնում ենք տոկոսները, դուք չեք հայտնվում սև ցուցակներում, սակայն դրանից հետո վճարելու եք 12%-ով։ Ուրեմն քաղաքացիները ունեն հետևյալ, ասենք իրավիճակ, ես ներկայացնեմ, ունեն անհրաժեշտություն վարկեր վերցնելու կամ քաղաքացիները արդեն իսկ հիպոթեկային եղանակով բնակարան են գտել։ Հիմա եթե ինքը հայտնվում է սև ցուցակում, դա անդրադարձ է ունենում նաև իր հիպոթեկային պայմանագրերի վրա, ինքը հայտնվում է սև ցուցակում։ Դրանով պայմանավորված ինքը ստիպված է։ Հետո ինքը կա իր նկատմամբ իրական սպառնալիք, որ ձեզ շարժական եւ անշարժ գույքից բռնագանձում ենք անելու։ Այսինքն տեսեք ինչ են առաջարկում։ Եթե դուք չեք համաձայնվում 3 տարի կամ 5 տարի հետաձգելուն, մենք վաղը արդեն գալու ենք շարժական եւ անշարժ գույքից բռնագանձում անելու։ Սա արդեն սպառնալիք է։ Ինչը ապօրինի մոտեցում է եւ ինչը Մարտին Գալստյանի առաջին արած հայտարարության տրամաբանության շրջանակներում չէր եւ այնուամենայնիվ առաջին հայտարարությունը իրականությանը չէր համապատասխանում։ Երկրորդ հայտարարությունը փաստորեն իրականությանը չի համապատասխանում։ Փաստորեն մենք ունենում ենք իրավիճակ, որ մանիպուլյատիվ իրավիճակ հարցը լուծելու փոխարեն հարցի լուծելու իմիտացիա կա քաղաքացիներին մատուցում են որ տեսեք մենք աշխատում ենք մենք էս ենք անում այն ենք անում
զուգահեռաբար թողնելով տպավորություն, որ մենք աշխատում ենք, բայց ինչ անենք, այս քաղաքացիները մեղավոր են, դե չեն ընդունում, բայց ինչ են ուզում, ասենց տպավորություն են ուզում թողեն, ինչը դե դա բերում է նրան, որ սկսում ենք մենք մեր պետական պաշտոնյաներին լուրջ չվերաբերվել։ Նաև ձեզ է մեղադրում, որ անլուրջ են, այսքանից հետո իմանալով, որ նման զեղծարարություն կա, շարունակում են քաղաքացիները այդ անփույթ գտնվել ու զոհրանում։ Պիտի պնդեմ, բազմիցս մենք ասել ենք, որ քաղաքացիները, եթե դարձել են բանկի հաճախորդներ, չեն հանձնել քննություն։ Եթե իրանց ինչ-որ առանձնահատուկ գիտելիքներ են պետք, ինչ-որ level-ա պետք, ինչ-որ մակարդակ-ա պետք, այս ինչ կամ այն ինչ բանկի հաճախորդը դառնալու համար, ուրեմն իրանք պետքա վերցնեն քննություն։ Իրանք պարտավոր են պաշտպանել նույնիսկ անգրագետ քաղաքացիների ներողություն բառից համար։ Բայց քաղաքացին, ես պնդում եմ, իզորու չի, ինքնուրույնաբար պաշտպանել իր անձնական տվյալները։ Միևնույն է քաղաքացին չի կարողանալու եւ անձնական տվյալների պաշտպանությունը միևնույնն է պետության պարտականությունն է։ Եվ բանկերի, որովհետեւ բանկերը այդ քաղաքացիների անձնական տվյալների միջոցով իրանց բիզնեսն են, հա, իրականացնում, բայց այստեղ նույնիսկ խոսքը ես ենթադրենք զեղծարարած չկա, ենթադրենք առհասարակ կիբերհանցագործություն չի եղել։ Ես ուզում եմ հետևյալի մասին խոսել։ Բանկերի կողմից արված զեղծարարությունների մասին եմ ուզում խոսել։ Ենթադրենք քաղաքացին անձամբ դիմել է վարկ ստանալու համար։ Եվ քաղաքացուն անձամբ տրամադրել է Rocket Line տեսակի վարկ։ Բայց քանի որ ձեր պայմանագրերով չէր կարող քաղաքացին այդ գումարները փոխանցել միջազգային հաշվի համարների, ապա ինչպես է դա տեղի ունեցել, սա առաջին։ Երկրորդ խնդիրը, որ բանկերը իրենց թույլ են տվել, հա, քաղաքացու ժամկետն անցած անձնագրով դուք ոնց եք նրան վարկ տրամադրել։ Երրորդ խնդիրը քաղաքացու վարկունակությունը 800,000 դրամ է։ Ենթադրենք, օրինակ, պարոն Արտակի վարկունակությունը 800,000 դրամ է։ Պարոն Արտակը թոշակառու է, ստանում է ծերունական կենսաթոշակ։ Ոնց եք իրան 5 միլիոն դրամ տրամադրել։ Ինչի եք հիմա բան անում, ապակողմնորոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ասելով, որ այս մեր քաղաքացիները միամտաբար տվել են անձնական տվյալներ։ Դա խոսում է, որ դուք միտումնավոր հանցագործություններ եք անում, դա խոսում է, որ դուք կոծկում եք ձեր բացերը, հա։ Միևնույնն է, պետքա վերականգնվի քաղաքացիների իրավունքները եւ վերջ։ Կարծում եմ այսքանը։ Գիտեմ, որ քաղաքացիական պայմանագիրն է։